Գտնվում ենք ՄԱՊ-ի գինու կոնյակի գործարանում։ Ինչն է, լավ, որ հենց առաջինը մեզ դիմավորում են ՄԱՊ-ի գործարանի բոլոր տերերի մեքենաները։ Այսպես պետք է վերաբերվեն բոլոր տականքներին, ովքեր իրենց չեն կարողացել ճիշտ դրսևորել։ Որա, բայց կարող է այդ կերպարին սիրողները լեն հիմա անձիքա լեն գնասն խի դրան բանասիր։ Մենք հիմա հանգիստ քայլերով անցնում ենք պատմության միջով ու գնանք մեր օրեր։ «1983 թվականի գինի։ Սա է մեր նախնիների ապրած առօրյան ստեղծագործությունը եւ նրանց տված բարիքները մինչ օրս շարունակվում են։ 9-10 սովետական շորերը բանակի խնամքով պահված են, որովհետև աշխատում է ՄԱՊ-ի գործարանը, պատմական գործարան, որը պետք է դարերով մնա, իսկ մենք գանք ու հիանանք, որովհետև այստեղ ամեն ինչ կա անկեղծ հիանալու եւ լավ զգալու համար։ Մենք գտնվում ենք ՄԱՊ-ի գինու կոնյակի գործարանում եւ ինչն է, լավ, որ հենց առաջինը մեզ դիմավորում են ՄԱՊ-ի գործարանի բոլոր տերերի մեքենաները։ Ես ամեն դեպքում ես հորինեցի էլի, որովհետև չգիտեմ, վստահ չեմ կարող ասել տերերի մեքենաներն են թե չէ, բայց որ իդեալական վիճակում են Վարդանել հիմա նկարումա կողերով բանով, դա փաստ է։ Հլա այս։ Պլոսմոսը։ Տեսեք բարեկամներ, ինչ սիրուն է։ Անգամ կարող ես բացել, խոտ տալ ու քշել։ Բանալին վրեն է, հիմա արև։ Կարող է քշեմ, լսենք ձեն, կայն։ Արի։ Լեսի նկարի, այսինչ հետևը։ Չբասվավ, բակը նայի։ Օ, բենզին կա մեջը։ Կայն սաղ ձենները նկարենք էլի։ Սիգնալ չի տալի։ Ոսի պասոսն է, նկարիր աղբեր, տես, 140 էթում է, 140 բարեկամներ, եթե ուզենակ գնել այս մեքենան, պետք չի գնեք, հիմա սա ուղղակի կանգնելու ու նայելու համար է, եսի մեր Առաքելյան Շահենը թոտենա, թե իրանց մեքենան իշ տեսք է ունեցել, երբ որ եղել է թափ թազա, էլի, նայի ոնց է բացվում։ Սիգնալ չի տալի ոչ մեկն էլ։ Ոյսել է 140, նայի, 140 է դնում։ Արեն կոմից էլ կարման են, հետևսի ձել։ Որը ինչ սիրուն ալը, նայի, ամեն ինչ, սա դետալները կա։ Ես հել է, սա ցույց է տալիս, թե ինչ խնամքով են սարքում կոնյակը։ Եթե այս թվի մեքենաները սենց խնամքով սիրուն սարքել են ու կա, կայնի Վարդան մի վռազի, բան պետքա սաղ ցույց տանք նոր մնացածը։ Բան նկարել, եսի նկարել, բոլոր սովետական մեքենաների սիրահարների համար։ Ոդո, աղբեր ես կշում են։ Դες սաֆետ կա բան կա, սաղ կա։ Որ ես ինչ հա, ժամն է, որը հլնդեք, շատ մարդիկ կարոտաս կլնեն։ Այն փոքր երեխեքի նման եմ, գիր ինչ տենում եմ ձեռեմ տոր։ Ես կորոսն է, տես,
այս սրա համար են էսի սիրե։ Ինքս կորոստն է էսի։ Այս հայլին օրը լես սրանց նայ։ Ինչ հետաքրքիր, օրը ինչ ֆունկցիոնալ է ունեց։ Հա։ Պլյոնկա է, այսի որ արևը խփի աշկիտ, բացում է սակնոց է դառնում, այսինքն երկուսը մեկում։ Լսում ենք ձայնը։ Ու բարեկամներ, հիմա պատմող կա։ Մանուկ, դու ես ավտոների պատմություն գիտես։ Ես գիտեմ։ Ուրեմն այս ավտոները մտան մեջը կարդացիր ասա։ Տերը, չէ, տեր, նայ, տեր, որ եկել է սարքի մապի գործան, այս ավտոյով է եկել։ Հետո գործերը որ լավացել է, այս առը։ Հետո Դե հետո լոգիկայով արդեն 0.6 ախպերս։ Էդի բանը, չէ, հետո երբ որ 0.6 քշել է, այդ ժամանակ ինքը արդեն որոշել է, որ հինը ավելի լավն էր ու գնել է դրա ռեսթայլինգը։ Չէ, այս ուղղակի 0.6-ը հետո ինքը որ էնի քշել է, զգացել է, որ 0.6-ից լավ ավտո չկա։ Ու բոլոր 0.6 քշողները էդի փաստում են, որը տենց է։ 0.6 քշողները ախպերս շատ լավ գիտեն, որ ճիշտ է դա։ Սիգնալներ չկա ոչ մեկի։ Այս ավտոն գոտես մենակ բանը։ Որ զակուսկի անենք։ Տոմատ կահացի ու եկցել։ Տոմատ, մապի տոմատը ընկերներ, այս գործան համ կոնյակ, համ տոմատ։ 400 գրամ, 1000 գրամ։ Դե հա, բան չասեմ։ Դե սկորոստը պետք է նկարվի ստե։ Նայ։ Սկորոստը, փոխանցման տուփի գլխիկ ընկերներ։ Աղթամար։ Այս մեքենան քշված է 67560 կիլոմետր։ Հզոր։ Դե 0.6-ը ներկա պահին էլ շատ կա լավ վիճակում, ճիշտ է, այս վիճակում չի, բայց կա 0.6-ի ձայնը լսենք։ Նայ, հիմնականում չէ, 0.6-երի մեջ ինչը արդեն այն չի, որ 0.6-երի վրա քիչ կհանդիպես այս։ Բավականին թակարժեք կալպակ է սա։ Հայերեն չգիտեմ ինչա։ Բան իշն է ռուլի վրա, ես Հեսա գամ։ հասկացա։ Գալիս ենք հասկանանք իրար, դες սրա մասնագետն եմ, այս կային անունը կարդամ։ Սա ընկերներ բոլորիս հայտնի ZM մեքենան է։ ZM 45-ը։ Սա բանն է։ Ինձ թվում է Սիգնալ չի։ Էսի մարգատնա, էսի անջիտում է։ Էսի մարգատնա, նա ինչ հետաքրքիր է մարգատը։ Լավ, ախպերս, կային մատ աբզոր անենք, էլի, ես այտենց ավտոներ շատ եմ սիրում, մանկուց սիրել եմ, էլի։ Վարդան կան ես հայտնաբերեմ դա ինչն է։ Ուշադրություն, ով կիմանա ինչն է, գրեք ZM-ի, սա ZM է, օծաձև կատնագույն են հնդկական կինոների ավտոներից է, Zita Gita-ի ավտոներից է սա։ Հիմա նայեք, սա չգիտեմ այս տարբերակը ինչի չի, հա, կանգնած, հարց չկա։ Հա, չբացենք դուրը, բան ենք անում է, էսի նկարում ենք լավ բանի համար, էդի շատ մարդիկ են տենալու։ Ախրանան է ասել, ախրանան մեր բարեկամն է, լավ, այս արի սրա ձենն էլ լսենք, լավ, բացել ենք, փակենք, էլի։ Բարեկամ, էսի որ նկարում ենք հազարավոր մարդիկ են տենում, մեզ կարելի է բացենք նայենք, էլի։ Վնաս չեմ տա, ուզում ես արի մեր հետ դուրս ես հրավիրում մեզ հիմա։ Վարդան, արի մեզ ասում են հələ գնացեք, ինչ եկեք մտը մեր ավտոների մեջ։ Չէ, կարող եք նկարվել, բան պրոստասն։ Չէ, էդի չենք նկարվում ենք, որ լավ են պահպանվել այս ավտոները, բոլորը տենան, հա։ Հասկանալի։ Հա, բարեկամ, հա։ Շնորհակալ եմ, որ բարի ձևով ասեցիր, էլի։ Ասել ինչ եք մտե ավտոները փրտում։ Բարեկամներ, իրականում բոլորս էլ տեսանք, որ ես ոչ մի վնաս չհասցրեցի մեքենային։ Բանտի մի նկարել, Յանը ես եմ այդ խելացի խոսքերն ասում։ Պիտի լինի դատարկություն, որ լծվելուց չդատարկվես։ Պիտի մտնես, որ ճանաչես ով է լույսը։ Ես սիրում եմ Պաուլ Սեբակյան տողեր եւ մերթ գալիս են մտքիս, ասում եմ, բայց կարծես էլի եկա Պաուլ Սեբակի միտք։ Երնեք գժերին, որ էլ չեն գժվի։ Այո,
ես ընդհանրապես երբ որ գալիս եմ նման տեղեր, պաուրսեվակի տողերն եմ հիշում, ոչ մի հուշող բան չկա, ես հիշում եմ, որովհետև դրանք ինձ հետ են միշտ։ Քեզ հարվածողին որպեսի զարկես եւ ունեցվածքդ ու կյանքդ փրկես, պիտի զարկողին իր զարկից զարկես։ Զրկես, հա, զրկես։ Զրկնել էլ գեղեցիկ։ Ես մի անգամից նկատում եմ, որ պաուրսեվակյան շունչն է այստեղ եւ հենց պաուրսեվակի մտքի գոհարներն են զարդարում MAP գործարանը եւ նրա աշխատակիցներին։ Իսկ Էդգարը հիմա պատմում է մեզ կշեռքի մասին։ Գնանք կշեռքի պատմությունը լսենք MAP-ի։ Արի։ Բարեկամներ, սա կշեռք է, որը կշռում է մինչև քանի տոննա ուզեք։ Քանի տոննա։ Կշռի։ Ինչքան ուզենք, այդքան կշռի։ Հիմա Վարդանը իր քաշն է նայում 50 կիլոգրամ, ես 72 կիլոգրամ էի։ Այդ մինուս 10-ն է։ Всё, մինուս 10։ Բա դու ո՞նց 50 էլ ար։ Թեթև տղան ինչ արի։ Քայլելուց մարդու քաշը անընդհատ փոխվում է, ինչի ապացույցն է այս կշեռքը։ Տես 70։ Հայկույ դու շատ ծանր ես, չեմ ուզում ստրես ապրես։ Ահա։ 600 կիլո։ Գնանք Էդգարը տեսնենք ինչ է պատմում։ Էդգարը լավ բաներ կպատմի։ Սա ժամանակին մեր պապերը հենց սրանով են բեռները տեղափոխել, ուղղակի սրան կցված է եղել եզ, կամ տավար, կամ ձի, կամ էշ։ Ինչ որ ունեցել են այդ մարդիկ։ Հիմա մուտք են գործում մառան, դրսից խաղողը լցելու տեղ ունի, լցնում են ու այսը ճզմիչ սարքն է, որը ճզմում ու ուղարկում է խաղողը հանգստանալու, որ գինին քամեն, հետո գինուց հետո օղի թորեն, հետո բարեկամներ MAP ընկերությունը այս գործարանը հիմնել է 1942 թվականին աշխարհի համար դժվար ժամանակներում, այդ ժամանակները շատ դաժան են եղել ամբողջ աշխարհի համար, բայց Հայաստանում հիմնել են մի գործարան, որը մինչ օրս կա, կամ որն է, ծաղկում է, բարգավաճում է եւ մենք մեծ սիրով եկել ենք այստեղ, տեսեք, 1942 թվական, այս թիվը շատ բան է ասում մեզ, այս թիվը մեր հաղթանակի մասին է եւ հրաշքի մասին։ Հիմա մենք գտնվում ենք հրաշքները, որտեղ իրական են դառնում այդ վայրում։ Ով չի հավատում, կարող է գալ, ինքներդ համոզվել, հələ ինչ սիրուն, այսա մտնել ենք ստե։ Զգում եմ, ես հազիվ եմ ինձ զսպում, որ չմտնեմ։ Շենքի այն հատվածը ստանում են խաղողը, ճզմում են, լցնում են տակառները, իսկ շենքը հենց որ գալիս ասում ես այստեղ, արդեն պատրաստի արտադրանքն է։ Գինին, կոնյակը, տոմատը ստե չի լինի, բայց կա MAP ապրանքանիշ։ Բարեկամներ, տուֆի քարից մեկ կտորից սարքված ավազան, որի մեջ ճզմել են խաղող։ Հին ժամանակներում մեր պապերը։ Այս ինչ սորտի խաղող է։ Մեղրաբույր։ Մեղրաբույր սորտի խաղողն է, որը լավն է։ Որ մի հատ վերցին։ Որ հագը 7 էր ապրել։ 40 կիլո վերս է։ Բարեկամներ, ես ինքս լինելով յուղացի, շատ անգամ եմ տեսել նման տեսարաններ, ինձ այդքան հետաքրքիր չի, բայց եթե ձեզ հետաքրքիր նայեք։ Շատ սիրուն տեսարան է, չէ՞։ Красный трактор едет к нам. Кто же на прицепе? Հարկեր։ Խորասուզվում ենք կոնյակի մառան, որտեղ շատ հնարավոր է, որ կլինի բարով տեսանքը։ Հոտը շատ բաներ ասում ու բարով տեսանքի հոտն է գալի։ Բարով մտնեք MAP-ի կոնյակի մառան։ Հոտը ուղղակի ապշեցնող է։ Ստեղ ինձ թվում է առողջարար այս հոտը։ Խցաններն են բարեկամներ։ Ինձ թվում է թող են ձեր տանք խցաններին։ Նայ, խցաններս նկարի։ Ասենք բոլորը բացվել են
Ուր գնաց բարեկամը։ Բացած է։ Բարեկամ, այս սրանք ինչ պատմություն ունեն ինչ որ Չէ, ուղղակի սրանք ասենք հարազատ նախատեսված, ասենք ինքը հին լինի, ասենք ինքը որ հականների վրա է դրվում, Հա։ ու ինքը ասենք նաև հումք է անդրս գալիս էլի։ հա, զալատոյնը։ Բայց այս գինի է ոնց որ։ Լույս որ պայես, Ընդ հիմա ոսկի ունենք։ Էսի զալատոյն, հա։ ոսկի փաթիլներն են։ Լեգենդար ոսկի փաթիլներով կոնյակը։ Տեսեք իր գեղեցիկ են մտածելու սարքել մեզ համար, բայց այս վիճակը ճիշտ է կոնյակի համար ցես բլբլ տեսնելը։ Ցուցադրելու համար է սա։ Բայց թթվածնով հարուստ կոնյակ է, էլի։ Տես։ Աչքի солнечные էլի։ Հնություն է էլ ամեն քայլա փոխի։ Օ, ստենայ։ Էլի солнечные աշկի։ Գրքեր, ստես գում ես բանը, բորբոսա։ Խոնավա էլի, ոլեսի։ Կրասավիցե չուդովեշիայի մեջի բանն է, այն մոմակալն է, որ էշեշ խոսում է։ Որա, բայց կարող է այդ կերպարին սիրողները լեն հիմա անձիկը լնգեն ասեն խի դրան բան ասիր։ Տես ինչա, գիտես ես ինչա։ Օդոխոնավությունը չափում։ Հա, վերես, հա, գեոմագնիսական դաշտ։ Իսկ գիտես ինչա, քիմիական կոնյակի քիմիայի տարն է։ Կոնյակը թե ինչ բաղադրությունից է բաղկացած, ասենք ակիմիայից հասկացող մարդը, օրյո, ողբեր ինչ սիրուն է, գնացինք, արի։ Հիշեցնեմ, մենք գտնվում ենք ՄԱՊ-ի կոնյակի գործարանում, տես 1863 թվականին դեռ այդ ժամանակ մեր պապերը գիտեին օղի ստանալու գաղտնիքները։ Հին ու բարի, հա, այս տես հենց այս ձևով ա եղել, ձեռի սարկած է։ Հին դարերի, մեղերի հոտ է գալիս դից, մեղերի հոտ եմ աղում, այս ինչ է, սրանք իսկական շշեր են, և չեն թողում սենաս կպնեն, չէ, ես ինչ է գրած 40 աղանդերային, այս ինչ է, այս կոնյակներն են երևի, այս շշերին ինչքան մարդ կարոտաս կլնի, չէ։ Հա։ Ես ինչ է, ուտել խմելու տեղ։ Մեզ պետք չէ։ Մարկա, որ դες ինչ սենյակ եմ գտել իմ մորը։ Ոյ չոզոր տեղա։ Ստեմ մենակ խմիչքի եւ մապի պատմությունը չի, ստե։ Այս մտանք պատերազմ։ Արիլը։ Նայ, նեմեցի ավտոմատ։ Շվայնեի ավտոմատ։ Այդ իրանց ֆորման է։ Այս իսկական այդ ժամանակվա ֆորմա է, էսի շատ հնարավոր է լիքը մարդ է սպանել այս ֆորման։ Հա, բայց լույսը միացած թողել է, ստե ոնց որ մութ է։ Էսի տապիկ է։ Визивая диспетчера нажми рычаг вниз։ Ուր է ռիչագը։ Հա, այս է ռիչագը։ Հենց ինչպես դրսում նշում էի, ընկերներ, ամեն ինչը եղել է պատերազմի ժամանակ համաշխարհային, գործարանը հիմնադրվել է այդ տարիներին, հետևաբար չէր կարող ուղղակի նման անկյուն չունենալ։ Հələ ցույց տու, այս ֆորման ցույց տու։ Այս ֆորմայով մեր տղերքը հաղթել են չար ուժերին, հիտլերական ուժերին։ Էսի կինոների մեջ եմ շատ հանդիպել սրանից։ Գերմանական կինոների մեջ։ Հա, չէ, սովետական պատերազմի կինոյի մեջ կա այս բանը շատ է հանդիպում։ Հենց ու ինքը հենց իրական պատերազմի դաշտից բերված է, էլի։ Գործարանային նմուշ չի։ Ստալինը, ինքը ու ինքը, ու Չերչիլը։ Ու այս զենքը, որը պատերազմի ընթացքը բավականին բարեհաջող է դարձրել, սրանից հետո նոր Կալաշնիկովը հայտնաբերեցին, մոգոնեցին ու
պատմության ընթացքը փոխվեց։ Գերիներն են ապրել։ Այստեղ հենց է սենյակում գերիների ապրելու տեղն է, այս էլ իրանց ռեշոտկեն է, հա։ Աստորեն ստեղ գերիներ են ապրել։ Հոտելն է, չէ՞, Անդո։ Այ ես էլ անեմ։ Հոտելն է, չէ՞։ Սրանից Վարդանստունը կա։ Եթե ինչ-որ մեկին պետք է, Վարդանը կարա վաճառի հարմար գներով։ Կամ մեծ ящик հետ փոխենք։ Էն էլ է ящик, դուք էլ ящик բերեք, փոխենք։ Ստե պաստորեն գերիներ են ապրել սենյակում, լսար դու։ 45 հատ է տանում ես 30-ի փոխարեն։ Բայց ես քան հիմա եկել եմ ամեն։ նայեք, Բայց ձեր չենք տալի։ ուղղակի ասենք տեքստուր շշերին ինչ Այդ մանուկն արած։ Ինձ բան արած, էլ վերցես տվեց մանուկը մենեջ Շարք սվի 10000 կասես թոփա են։ հա տենց Մեռնեմ քո սարտին ախպեր, մենք հելանք։ Դանք ձեր տալը խստի վարգելում հարստը, ձեր չեն տալի։ Վարդան, ահա։ Եթե բախներդ կբերի կգաք այստեղ, նախորոք ասեմ, ոչ մի բանի ձեր չեք տալիս, թե չէ, իրանք ձեզ ձեր կտան։ Այս բոշկաներ է, սենց մեջ կոնյակներ են, մինչև 100 քանի տարեկան հնեցմամբ, մենք հիմա քայլում ենք միլիարդների միջով, և այդ միլիարդները գտնվում են Հայաստանում, եթե ուզում եք գոնե տեսնել, կարող եք գալ։ 1983 թվականի գինի։ 83 թվական։ 83։ Էսի այնքան հինա արդեն ջնջվել է։ Պատկերացնում եք ինչքան աշխատանք է պետք, որ այս ամենը պահվի։ 83 թվականից դրված է ու մնացել է, տարատեսակ հոտեր են գալիս ու հաճելի հոտեր։ Կյանքի հոտն է, Վարդան, հա, այս սրանից նոր նկարինք, չենք նկարել նոր, արի։ Էսի ենի ուրիշ պրոբկա է բեր, էսի ուրիշ։ 1973 թվական, 1945 թվական, այ, հաղթանակի, սրանք հաղթանակի կոնյակներն են, բարեկամներ։ Այս կոնյակները հզոր պատմություն ունեն, շուտով կդառնան 100 տարեկան և պատկերացնում եք այս սենց մի հատը կլինի մի ինչքան $1000, $1,000,000, մի գրաֆինկան $1,000,000, հա։ Իսկ ստեղ էլ չասեմ ինչքան $1,000,000 ունենք, ուրիշ հզորը, տես հին պորկա են սարքել, այս 73 թվականից այստեղը կա ու կլինի։ Վարդան ֆոտո ենք անում ենք։ Դու Վարդան Հայկու հետ։ Վերջ Վարդան, դու մեզ ֆոտո արեք։ Ինչ անենք։ Գոնե սենց կանք նիտնար։ Հնության ու բարօրության հոտ է սա։ Մեր պապերի դարերով շնչած օդն է սա։ Полосу противника глубиной до 14 километров и форсировав реку Нева, наши войска в течение 7 дней напряженных боев, преодолевая исключительно упорное сопротивление противника, крупные укрепленные пункты Марьино, Московская, Дубровка, Липка, рабочие поселки номер 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. 9, 10, ими поехали. Войска Волховского и Ленинградского фронтов 18 января соединились и тем самым отвали блокаду Ленинграда. Войска Третьего Белорусского фронта
Պատկերացրու չէ, ամեն անունը գրած մարդը, ստե այս փակ ինքնափակ է։ Չկա բան մեջ է, լավ։ Դե լասի գոնեստից մի բաժակսուս։ Իսկ հիմա ներկայացված է այստեղ MAP գործարանի կոնյակները։ Սելամ, սիրում ես էլի։ Երաժշտություն։ Говорит Москва. Խալիները։ Передаем важное Спортовականը։ сообщение. Հսանք արդեն իզնից փոքր է։ Гражданки Советского Союза. Сегодня в 4 часа утра Մենք հիմա հանգիստ քայլերով անցնում ենք պատմության միջով ու գնանք մեր օրեր։ Սա է մեր նախնիների ապրած առօրյան ստեղծագործությունը եւ նրանց տված բարիքները մինչ օրս շարունակվում են։ Աշխատում է MAP-ի գործարանը, պատմական գործարան, որը պետք է դարերով մնա, իսկ մենք գանք ու հիանանք, որովհետև այստեղ ամեն ինչ կա անկեղծ հիանալու եւ լավ զգալու համար։ Այստեղ թանգարան է, հողի տակ, բայց շատ գեղեցիկ եւ իմաստավոր։ Սիրուն է ամեն ինչ։ Այնքան գեղեցիկ են դրել, որ ուզում ես մի շիշ վերցնես, գնաս ու գնաս։ Բայց գիտակցում ես, որ գողի ոտերը կարճ են։ Զգում ես չէ, ստե նեմեց պլեններ են էլ է ու այս երկը դրել են, մեր տղերքեքը ղժրացել են ես վրա, որտեղ այ նեմեցներ։ Իս ինչ հայտակիր բանը, չէի տեսել, սամալյոտներն է վերաբերում, հայ երևի, որտեղ կողեր սամալյոտները։ Այս զենքը հենց պատերազմին կռված զենք է, ու ստեղ ամեն ինչը, բարեկամներ, պատերազմի հետ առնչվել է, ես էլ փողերն է, հին սովետական փողերին ով է կարոտ է, ով է սրանցով գնաց է մարոժնի առեկերը, կան այդ սերնդիս մարդիկ, տեղակ պահեք մեզ։ Հլստե, ես գլխարկը նկարել է, ինչքան շքանշաններ կա վրան։ Նկատենք, որ սովետական շորերը բանակի խնամքով պահված են, որովհետև այս շորերով կռվել են բարու ուժերը, կռվել են հանուն արդարության եւ խաղաղ կյանքի, իսկ այ տականքի շորերը այսպես պետք է լինի, այսպես պետք է վերաբերվեն բոլոր տականքներին, ովքեր իրենց չեն կարողացել ճիշտ դրսևորել։ Սրան են արժանանում բոլոր այն վատ մարդիկ, ովքեր լավ չեն ապրում։ 100 տարվա են, թե ավել 88 թվի ծնվածներ, երբ որ դուք ծնվել եք, այս գինին պատրաստ է եղել։ Տիգրանի։ Սապերաբի։ Սրանք ընկերներ այնքան գեղեցիկ ու խնամքով են սարքվել, որ
իսկականից չի տարբերվում։ Բայց իսկական չի, էլի։ Տեսեք։ Իսկական չի, բայց ինքը չի տարբերվում։ Ապրեն սարքողները։ Ընկերներ, գործարանի ողջ տարածքում կհանդիպեք նման քարեր, որոնց վրա դաջված են պարուսևակի տողերը, երևում է, որ այս գործարանը աշխատացնողը, տերը, այստեղ եղանակ փոխող մարդը շատ է սիրում պարուսևակ, հետևաբար նրա հովանավորության ներքո սարքված կոնյակն ու ամեն ինչը ունի յուրահատուկ համ ու պատմություն, սեր ու հարգանք, այնպես որ հաշվի առեք մապի ապրանքանիշից օգտվելու։ Նիկները բարեկամի դու մի պատմիր, չէ որ քո այդ բարեկամը նույնպես ունի բարեկամներ։ Բարեկամս, հասկանում ես ինչի մասին է խոսքը։ Արի գաղտնիք պատմիր ինձ, արի։ Արի։ Մեծ սիրուն ֆոտո արեք էլի ինձ ու մանուկին, այսպես բարեկամական։ Այսենց հաստատ իրոք նկար չի լինի։ Այստեղ կնի, այսենց էս համ, նայ, հա, այն հին մեր պապերը ոնց են նկարվել, սովետի զիլ քշող պապերը։ Հիմա մապի մենեջերն է քո հետ նկարում, թե դու մապի մենեջերի։ Երկուսով իրար հետ։ Մապի մենեջերը եւ պարուսևակի գրության հետ, բարեկամական գրության հետ։ Բարեկամներս, ձեր գաղտնիքը մի պատմեք, իմ գաղտնիքը մի պատմեք ձեր բարեկամին, որովհետեւ ձեր բարեկամներն էլ ունեն բարեկամներ, այնպես որ գաղտնիքը եթե մի հոգուց ավել գիտի էլ գաղտնիք չի։ Բայեսի գիտես ինչա։ Մսա տոնածառա։ Վրինը բանը։ Սերմնա իրա, որի արդյունքում էլի ուրիշ տոնածառներ են հելնում։ Սերմից է սերվում կյանքը, բարեկամներ։ Սերմ տվեք, սերմ առեք ու ուժեղացեք, շատացեք։ Ավել իմ երկվորյակին անկեղծ։ Ինձնից բանել իմ երկվորյակին անկեղծությանը։ Հա։ Ներ կարծես պարուսևակը ժամանակի միջով անցած լինի, եկած լինի, հասած լինի 2025 թվական ու իմ մասին բանաստեղծություն գրած լինի։ Ինչ կգնանք սեղանի մոտ կասենք բարով տեսանք, կարդանք վերջին գրությունը։ Պիտի մրսես, որ տաքանաս ու լավ զգաս։ Պիտի ցավի հետո անցնի, որ հասկանաս ինչքան լավ է առանց ցավը։ Բարեկամներ, գեղեցիկ եւ հագեցած զբոսանքից հետո ծանոթանալով մապի գործարանի բոլոր գաղտնիքներին, գեղեցիկ անկյուններին, պատմական անկյուններին, մենք եկանք ու հասանք սեղանի, որը մեզ կասի բարով տեսանք։ Կոնյակ, հատուկ ով ուզում է իր համար։ Բարեկամներ, մապի գործարանում ես դարձա բարմեն, միշտ երազել էի դառնալ կոնյակ լցնող, հացրեք, տվեք եմ բաժակը։ Չէ, լրիվ նույն կոնյակն է, մաքրամաքուր 25 տարեկան։ Ձեզ գինի լցնեմ արդյունքները։ Այսքան երիկա թե էլի։ Հաստատ լավ է։ Չէ, այսենց է լավ։ Հայկույի համեցի, տվեք լցնեմ։ Որ բարեկամ, դու լցնեմ տամ։ Հայ բաժնող, այդ բոլոր խմում եք, չէ, նշել ինչ խմեք կիսա թողեք, էսի պետք է խմբի։ Ումներ։ Բայց մեր կոնյակը պրծավ։ Բարեկամներ, հովանավորներ, մեր կոնյակը վերջացել է։ Վերջացել է մեր կոնյակը։ Իհարկե վերջանում։ Չէ, հələ մի րոպե։ Բահա, ես կարամ տամ, խնդիր չկա, բայց կոնյակը հանգստություն է սիրում դարերի։ Վերջին գավաթը ում եմ տալիս, ով է ուզում։ Բա որ ձեզ ասում էին։ Ես հեսա բերում են, հեսա բարեկամը բերում է, պատերաստ է, ասում է տուր։ Հայկույի, հաջորդ կոնյակը քո վրա մնաց։ Բարեկամ, շիշը ծանր է բավականին։ Այստեղ կոնյակն էլ պրծեցերիք։ Գիտես։ Օրը լավ աղբեր, այդքան խմու, կարծտ է։ Բայց դե սկզբից ժոգիր, ասե ով է խմու, ոչ մեկ ձեն չանեց։ Ատնառազի բաժակներին են կա։ Շատ տարօրինակ էր։ Է դու որ հասցրիր Վարդան։ Կայանը կենաց ասենք աղբեր։ Ախպեր էսի գինի էր, հա։ Ինչ ասած։ Օրինակ ինձ չասե կոնյակ, ես կոնյակ եմ սիրում։ Կավո գազ։ Ամեն դեպքում գոնե դատարկ բաժակ ունենանք, հետո որ կիսով չափ լցնենք, հա։ Ինչ էլա։ Գինի է։ Լուրջ գինի խմար դու։
Չէ, կբերենք։ Կա, գիտես արկաշեմ չեմ դիմամ ձեռես դողում, ական կբերենք կխմեմ։ Լավություն արած մարդկանց։ Ես։ Չունեմ ես։ Ով խմիչ չունի։ Ես, ախպեր։ Հա, իհարկե։ Մանուկ ջան կներես չէի նկատել, բարեկամ, մի րոպե գալիս եմ։ Ուղղակի այս կողմից բարձր, ախպերս նորմալ բաժակ վերցրու։ Տվեք մի գավաթ խնդրում եմ այնտեղից։ Մանուկին, ախպերս ես կթողեմ դու պլաստմասով խմես։ Դա ինչ անենք։ Լավա, ռուլի եմ, ախպեր։ Էլի դու մնացիր առանց կոնյակ։ Լավա։ Մերսի։ Անայի։ Ունենք մարդ, որ պետք է կոնյակ։ Հա, ես եմ էլի։ Ախպերս այդ դու հյուրասիրիր արդեն։ Հա։ Բա, որ ասում եմ ախպեր, մի քաշվեք, եկեք, քանի կա քաշեք։ Մի քիչ մնաց, 2 բաժակ։ Բարով տեսանք։ Բարով տեսանք, բարեկամներ։ Բարով տեսանք, բոլորով ուզում ա խմեք բարով տեսանքի համար։ Ես եկած չեկած էդ եմ ասում, ես մտածում եմ ավտոբուսից իջնենք խմենք, բայց չէ, վերջում է ամեն բան լինում։ Դու ուր ես, չես խմում։ Չեք խմում։ Ես չեմ խմում օրինակ։ Ինչի, որովհետև ես մեքենա եմ վարում։ Իմը չի էտի։ Չեմ կարող խմեմ ու ավտո կշեմ։ Եթե չես խմում, իսի դա խմենք։ Կիսեմ, ախպերս, կիսեմ։ Այդ ով է հետաքրքրվում իմ էջով։ Ես։ Հա, գերեք, հելտնենանք ով այդի։ Ման չի կենաց ասող չկա։ Մենք զգացված ենք ձեր հյուրընկալությունից, շատ լավ էր ամեն ինչ, բարձր մակարդակով։ Մեզ համար նոր աշխարհ հայտնաբերեցինք, հա։ Ուղղակի մարդիկ չեն ասում դրա մասին, բարձր, բայց զգում են, էլի։ Տեսա մի քիչ էլ խմեն, լրիվ կզգան։ Սրտով, հոգով։ Ես համար շատ կարևոր է, որ դուք իմանաք ում հետ եք Ով է կարծիք խմում, այդ կարծիքը տպավորությունը ունենա, դե հուսով եմ լավն է։ Բարով տեսանք։ Պարուս Սեբակի տողերից չեմ հիշում։ Եկավ իմ բարեկամը, վիսկի բաժակ էլ բերեց։ Հայկույ դու խմել ես։ Վերս խմի հերիք կերակրես ինձ։ Նկարում էր։ Տեսար ինչ ստերա։ Մենք էլ շատ ենք սիրում։ Ախպերս դուք եք ռեկլամանում, ցավը տանը մեզ է։ Հակառակ ենք դրել, չէ՞ ենք։ Ինչ եք եկալ եք եք։ Ջերմուկի սա ախպեր։ Բյուրեղը եւ ջերմուկը ոչ ալկոհոլային ամենամաքուր գեղեցիկ խմիչքներն են, այնպես որ խմեք, չեք փոշմանի, մապի կոնյակի հետ միայն։ Կան ես այնպես գողության են։ Չէ, քեզ շատ են սիրալու այս պայից հետո։ Ամենաշրուստերի տեղը ես եմ կայնել։ 3 սեղան էլ դոստուպ ունեմ, ի՞նչ ա պետք, ասեք։ Ում է ինչ պետք։ Կենաց ասա։ Բրտավ էլի, հա։ Կենաց ա պետք։ Մեր ազգի համար, մեր միասնական լինելու համար, թեկուզ այսքան մարդ ենք, արդեն ներում ավելի միասնական ենք, հələ տեսեք։ Շատ ուժեղ միասնական ենք։ Լավ ենք, առողջ եւ ուժեղ։ Նայ, կուտոկ։ Չեն գալի, ախպեր, իրար հետ ենք, չէ՞ փռում։ Հա, լավ։ Իրան շնորհիվ ստեղ են, գալիս ենք մանենկալի, տենում ենք, ծանոթանում ենք իմանում պարկներ։ Բանակին, ախպեր, հա։ Տղեկին ու պարկներ զինվորներ, ալու պոստերը կայնացող։ Եթե բաժակ ենք զարցասում, պտի մեր զինվորների համար պանտադիր խմենք։ Մենք չխփենք էլ դրա համար պետք է խփվեր, պետք է ասվեր։ Դեք որ բաժակ են բերել, ասել եմ ում բաժակն են բերել։ Որ ասի Շնորհակալություն։ առաջի մոտեցողն եմ եղել, հա, պիտի որ հիշեք ինձ։ Հա։ Իրա բաժակն են բերել, ասել եմ դատարկա։ Դե մենք խմենք։ Քերով եք կանգնել։ Մտածում են, մտածկոտ են։ Հա որտեղ քո բաժակը կիսատ է։ Կոնյակի դարավոր խորհուրդը բոլորին տարավ դարերով ետ մտածում են, էլի։ Էսի Ստալինի շիշն է, չէ՞։ Չէ, Ստալին։ Չէ, բարեկամ։ Էսի որի շիշն է։ Ժողովուրդ եկեք, մոտեցեք, խմեք։ Քառակուսիությունը հաշվի առնելով այդքան էլ բարեհաջող մարդու շիշ չի։ Գալիս են, մոտենում են։ Տեսար ինչ տեղի Ես մոտ ստացվեց Հա, բայց սաղուցահալեսն։ ջերմուկը ապեր, ջերմուկը
կոնյակից հետո բուժում է։ Բուժիչ է։ Բուժիչ է, բուժում է։ Կոնյակից հետո բայց ոչ թե կոնյակը առաջ։ 40 հիվանդություն է բուժում։ Դրա համար ես սիրում եմ կոնյակ։ Միակ խմիչքն է, իմ սիրած խմիչքն է կոնյակը։ Միշտ էլ օգտագործում եմ եւ գոհ եմ մնում։ Դա գիտես լավ որն է, խմել ենք բոլորիս մոտ էմոցիա եւ էքսպրեսիա զարգացել։ Ես իմ հյուրերին չեմ տեսնում։ Հյուրեր։ Հյուրեր։ Մեծա որ սաղ մի ու բոլա, խմում ենք այսօրվա համար, սենց հարազատներով, գործընկերներով հավաքվել ենք։ Շնորհակալություն ենք հայտնում բոլորիդ, որ հարգեցիք եկանք, մասնակցեցիք այսօրվան, տեսակ թե ինչ լավ, հարուստ ու բերքարատ գործարան ունենք։ Ժառանգությունն է, գործարան չի, Բոլորից ժառանգություն։ շնորհակալությունը, որ հայտնում եմ, ներս չի ուրացնում, որ Ժառանգություն հայոց։ Ժառանգություն է սա։ Ձեզ այնքան հաջողություն տա, որ միշտ կարողանաք անել։ շնորհակալություն։ Սաղ իրարով ախպեր, մենակ մարդը, որ ասում է, չսեմ են հայավարի, տնավարի բան։ Մարեբես ինչ արիր, ես քեզ պետք է քաղցել կամ։ Հələ վերջ։ Տնավարին է։ Ես բավարի քաղցր չեմ սիրում։ Քաղցր սիրում եմ շատ խմելուց հետո։ Ո՞նց ես խմում։ Բայց էսի վատ է քաղցրը։ Ես Ադե լավա վատա վատ։ ես դες զանգում եմ։ Կյանքում լավ բան չկա։ Ես սիրում եմ դառը կծու թթու։ Իսկ քաղցրը այս տարիքի հետ կապված որ մի քիչ մեծ ասել եմ, ասում եմ տարիքի հետ է կապված։ Այդ վաղ եմ սկսել սիրել։ Դաշտով ասում եմ տարիքն իրան նանում է։ Հիմա շոջոգիմ։ Տարիքի հետ քաղցր ես ուզում թե չես ուզում։ Ուզում, Ուզում։ ուզում։ Հա բերել եմ։ Ես դե լանում եք էլի, հա, չէ, էսի չի քաղցրը սա է։ Հա։ Նայ տես, նայ երակ է իշնում, էսի կոնյակը։ էսի գնում է Հայաստանի Հանրապետություն, էսի դեպի Արցախ, ով որ Արցախ չի գնում, ուրեմն ադրբեջանցի է։ Այդպես էլ կա։ Այդպես էլ կա։ Բարեկամ։ Աղմկա հարույց էր հայտարարությունը, շատ դուրս եկավ։ Միանում եմ։ Միանում եմ։ գնում։ Եթե Եթե անում մեր ճանապարհները դեպի Հայաստան եւ դեպի Արցախ։ Եվ եթե ֆռում եք հնում, թող հավասար ինձ էլ գա, եթե քո մոտ կգա, թող իմ մոտ էլ գա, հա։ Ժողովուրդ ջան, Կամ իսօր։ թողանուշ լինի։ Մեկ էլ կարող է էսի մի շաբաթ հետո լինի։ Հա։ Շաբաթ մեկ էլ նոմա ձեր մոտ էս բաներ։ Անդ ոնց որ լավ է, սա։ Վաստա բոլորի մոտ է։ Ապեր ինչպես կարելի է ապրել հայոց կոնյակին մոտիկ ու վատը լինել։ Հաճույքը։ Դրա համար Ձեռք բերում ա։ ես ձեռք եմ բերում հիմա։ Ես չեմ ուզում ասեմ ասուկոմից տված շնորհքա, բայց էսի ձեռք բերում է, էլի։ Ձեռք ենք բերում հիմա։ Լցրեք ընկերները, բաժակները կիսատ։ Թող հայոց տրամադրությունը կոնյակը բարձր է։ մեզանուց Խմում լինի։ ենք այսօրվա գեղեցիկ օրվա համար։ Թող գեղեցիկ օրերը անպակաս լինեն։ Հիմա կարող է շատ ներողություն էլի Տարբերություն։ հարսանիք գնայիր, հոգնած տանջված են ֆուրշետ, մուրշետ բան է թայլ Մի հատ էլ- լստի սրա հարա Նա դե փողը դներ ծրարի մեջ տայր, էս լա, սեր խոսքի։ Փող ես տալի։ Կոմար ուտում խմում գեվես։ Ու պլյուս բերում ասցնում են ստե։ Պրիտոմ խմում ես, ու պրիտոմ խմում ես Հա, մեղր, իսկ մեղրը իսկապես մեղրի ու արամատ Իսկ ես մեղր- եմ։ Ես մեղրը Արփեսում եք դերգում եք։ տենց է, ճիշտը դա է։ Դու ո՞րտի չպետք է գնայիր։ Ես այլ կարամ։ Ոնց որ օղոր մատ։ դա մինչ կոնյակներ բարեկամ։ Միշտ իրա կենացը։ ես միանշանակ համաձայն եմ։ Ալիկ Պետրոսյանի կենացն ենք խմում, մեր ղեկավարի կենացն ենք խմում։ Անդո ջան, վերևները Ալիկ Պետրոսյանի համար։ վերևները տեղ չկա։ Տեղ չկա։ Սաղ պաշտոններից զբաղված։ Արա ես գիտեմ որ Ապերես, այս մարդը Ես սաղ հարիվ մարդ եմ մնալու։ Տասված բոլորից առողջություն։ Ես հարցրել եմ։ դրա համար կենաց չես ասում ախպեր։ Ղեկավարի կենացը։ Ով որ դեմ չի, թող բաժակ բարձրացնի։ Ես բարձրացնում եմ, որովհետև այսքան գեղեցկությունը պահողը մեծ մարդ է։ Քեզ ձգի 1 տարի կամ կար դրա հակառակը։ Ու կձգես 100 տարի։ Այդ ասած է։ Եղիր ազնիվ ու բարի ու չես ձգի 1 տարի։ Պապի անունն էլ ասա։ Անդրանիկ Օզանյան։ Հակառակ Անդրանիկ Օզանյան, Հա, զորաբար։ զորավար։ Ես իրա թորն եմ։ Եվ կար դրա հակառակը ասում էր եղիր ազնիվ ու բարի, Ու կապրես 100 տարի։ կձգես երկար տարի։ Հա։ Ծափարություններ։ Երկու դեպքում էլ աշխատում է։ Դեպքում են նկարանումները տեղի ունենում։ Նա ինձ նկարահանում է միշտ։ Ես բարեկամ մի քիչ Եղիր պապուս ասած ազնիվ ու բարի,
որ ապրես, ինչքան կձգես, տարի կուզես։ Երկար տարի։ Ինչքան կուզես Ապրես տարի։ Ինչքան կուզես տարի։ Հա։ Մանուկ ջան, Մանուկ ջան, մենք զգացված ենք այս Շատ փաթեթից։ ուրախ եմ, որ այսօր ծանոթացա քո ընկերոջ հետ։ Իա, այդ նվերները բա մեջ չկա։ Դու Ես ունես որպես նվեր։ երեխա չկա ինձ մի բուջուր բուլկի։ Քո բուլկեին բարեկամ չկա։ Տարել են, պահել են, մկները տարան։ Մեր պապերի համար, մեզ ժառանգություն թողած մարդկանց համար, որ այդքան կարացել են անեն, մենք էլ արժանի լինենք իրանց ու պահենք այդ ամեն ինչը։ Ամեն բարի գործ ունի իր սկիզբը եւ ավարտը։ Այսօրվա մեր բարի այցը ավարտվեց։ Գնում ենք մեկ ուրիշ բարի այցի, բայց մինչ այդ Տրամաբանական ավարտի։ տրամաբանորեն ավարտ կա, բայց մի ավարտեք ընկերներ։ Շարունակեք ապրել ու ստեղծագործել անկախ նրանից շրջակայքը դրան համաձայն է թե ոչ։ Արարեք, իսկ մենք գնում ենք նվերներով միասին, նայ ինչ լավ նվերներ են տվել։ Սիրուն նվերներ, որը մենք մեզ հետ կտանենք։ Բարեկամներ, հենց հիմա վերջին կադրով ես ուզում եմ ձեզ մի բան ցույց տալ, երբ որ սովետական կարգերի ժամանակ արդեն զգում էին ոճը, ստիլը։ Տեսեք, ոճը զգում են, չէ՞։ Իսկ Եվրոպայում նոր են սկսել զգալ ստիլը։ Այդ է ամբողջ գաղտնիքը, պատմությունը կրկնվում է ուզած-չուզած։ Արեգ եղբայրը աշխատում է ՄԱՊ-ում, ինչպես որ մեր լիքը հայրենակիցներ շատ են, չէ՞ ՄԱՊ-ի աշխատողները։ 4000 ու հլը ավել։ Այդքան մարդ ՄԱՊ գործարանը կարողանում է ապավել աշխատանքով, ջան աղբերս, շնորհակալ եմ շատ։ Ասեմ ձեզ բարեկամներ, ՄԱՊ ընկերությունը Հայաստան աշխարհում շատ մեծ դեր ունի եւ նշանակալից դեռ 1 դար եւ ավել, այնպես որ մենք հիմա գտնվում ենք պատմական տեղում, որտեղ այս պահին ես նստած եմ տուֆից սարքված ծաղկամանի վրա։ Ժամանակին այս ամանները ծառայել են որպես գինու ճզմելու բան, էլի։ Աման, տարա։ Մենք գնում ենք բարեկամներ, գնում ենք այս գեղեցիկ ճերմակ մեքենայով։